Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցելու ենք Վրաստանում բնակվող միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ողջույն, պարոն Թումասյան։ Բարև ձեզ, պարոն Անանյան։ Սպիտակ տանը Թրամփի եւ Զելենսկի սկանդալային բանավեճից հետո եւս մեկ ամերիկա-ուկրաինական հանդիպում է սպասվում եւ առաջին դեմքերը այս անգամ չեն հանդիպի, այլ օրինակ ամերիկյան կողմից կմասնակցեն պետքարտուղար Ռուբիոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, մերձավոր արևելքի հարցերով հատուկ բանագնացը, իսկ ուկրաինական կողմից Զելենսկի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը եւ բանակցությունների օրակարգում, ինչպես կարելի է կանխատեսել, Ռուսաստանի սկսած այս պատերազմի հրադադարի հաստատման ջանքերն են, որը կամ որոնք կլինեն ըստ ձեզ հիմնական կոնկրետ հարցերը, որ կքննարկվեն այդ հիշեցնեմ իրապես աղմկահարույց հանդիպումից հետո Սպիտակ տան։ Այդ հանդիպումը, որը Սպիտակ տանը տեղի ունեցավ, ես կարծում եմ տրամաբանական էր, որովհետև այդտեղ այնինչ հնչեց, դա փաստացի կողմերի կարմիր գծերն են։ Մի կողմից Միացյալ Նահանգները ցանկանում են, որ պատերազմը կանգ առնի, մյուս կողմից Ուկրաինան չի ցանկանում, որ պատերազմը կանգ առնի այն նույն կարգավիճակով, որը կար մինչև պատերազմի սկիզբը, եւ դա շատ տրամաբանական է։ Բացի դրանից Միացյալ Նահանգները ուզում են տեսնել, թե իրենք ինչ այդտեղ շահ կարան ունենալ նաև։ Ես նկատի ունեմ Թրամփի այս վարչակազմը, որը, ինչպես դուք տեսնում եք, շատ տնտեսական եւ այսպես ասած արժեքները երկրորդ փուլում են գտնվում, առաջի փուլում հենց տնտեսական եւ ուրիշ ձևի շահերն են իրանց մոտ գտնվում, դա այն շահերն է, որը կարան իրանք ստանալ Ուկրաինայից եւ իհարկե Ուկրաինայի համար ընդունելի է նաև տնտեսական հարաբերություններ ունենալը եւ նույնիսկ համաձայնվել այդ կարևոր փաստաթղթի հետ, բայց դրա զուգահեռ Ուկրաինան ակնկալում է, որ որևէ բան կստանա։ Հաշվի առնելով դա, ես կարծում եմ առաջի հանդիպումը դրական էր, որ անցավ այդպիսի բացասական մթնոլորտում, որովհետև կողմերի համար պարզ դառավ, որ երկու կողմն էլ շատ վճռորոշ այսպես մոտեցումներ ունի եւ հիմա արդեն կողմերը կարող են բանագնացների միջոցով, ուրիշ պատվիրակների միջոցով ավելի մանրամասն քննարկեն, թե ինչ ետ քայլեր կարան լինել, բայց հասկանալի է, որ 100% զրոյի փոխարեն չի լինելու։ Ոչ Միացյալ Նահանգներն են ստանալու 100%-ով ինչ ուզում են եւ 0% պատասխանատվությունով եւ պարտականությունով, ոչ էլ դրա հակառակը։ Թե ինչու է Միացյալ Նահանգները ուզում պատերազմը կանգնի, կամ ինչին է Միացյալ Նահանգներին պետք այդ մետաղների ուրեմն այդ հնարավորությունները, որը Ուկրաինայում կա եւ պետք է ստեղծվի, դա առանձին իհարկե քննարկելու թեմաներ են։ Պարոն Թումասյան, մենք լսում ենք հայտարարություններ, որոնք, ասենք, 4 ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ կարտաբերեն ամերիկացի պաշտոնյաները, պետքարտուղարը ասում է, որ այս պատերազմը իրականում հիբրիդային պատերազմ է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ եւ պետք է դուրս գա Միացյալ Նահանգները այս պատերազմից, իսկ Ուկրաինայի հարցերով Թրամփի ներկայացուցիչ Քելլոգը հայտարարում է, որ Վաշինգտոնը պետք է վերականգնի Մոսկվայի հետ հարաբերությունները, ասում է մեկուսացման քաղաքականությունը արդյունավետ չէ, դաշնակիցների հակառակորդների հետ շփումներից հրաժարվելը դիվանագիտական ծայրագույն սխալ է, ու նաև գիտեք, նա հայտարարում է, որ Կիևին հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը մեծ զիջում է Ռուսաստանին եւ ինձ հետաքրքիր է, իսկ ինչ է զիջում Ռուսաստանը, այս պայդրությամբ կարծես Թրամփյան քաղաքականությունը ուղղված է ինչ-որ բաներ զիջել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը ինչ-որ բան զիջում է։ Տեսեք, Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները այսօր այս փուլում ուզում են, որ Ուկրաինայում պատերազմը կանգ առնի։ Ինչի հիմքի վրա է այս տվյալները, բարդ է ասել։ Կարող է լինեն այնպիսի հետախուզական տվյալներ, որը
դրա հիմք կնախապատրաստեն եւ որոնց մասին մենք չգիտենք։ Ես կարամ ենթադրեմ, որ մենք տեսնում ենք զուգահեռ դրա զարգացումներ, բազում անգամ խոսել եմ նրա մասին, որ այստեղ երեք կարևոր ճակատ կա, դա ուկրաինական ճակատն է ձախ թևում, Միացյալ Նահանգներ եւ Չինաստան պատերազմի մեջ իրականում, որտեղ որ այո հիբրիդային պատերազմ է տեղի ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջոցով, եւ դա փաստ է։ Դա չի նշանակում, որ դա դրական է կամ բացասական։ Ինչ վերաբերվում է նրան, որ Ուկրաինան է հիբրիդային պատերազմի գործիք, նույնիսկ այն իրավիճակում, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա եւ Միացյալ Նահանգները աջակցում են, փաստացի իրավիճակը այնպես է, որ Ուկրաինան հիբրիդային պատերազմի միջոց է դարել ոչ թե Միացյալ Նահանգների կամ Ուկրաինայի ցանկությունով, այլ դրա հետևանքով։ Ինչպես Հայաստանը կարա այդպիսի միջոց լինի կամ եղել է պատմության մեջ, ոչ թե այն պատճառով, որ ուզեցել է, այլ աշխարհակաղակական իրավիճակն է ստիպում այդպիսի իրավիճակում գտնվել։ Մյուս կողմից կարևոր է նշել, որ Ռուսաստանն էլ է հիբրիդային պատերազմի գործիք։ Եվ մենք խոսել ենք ձեր հետ, որ Ռուսաստանին պետք է Ազովի ծովի վերահսկումը նրա համար, որ Չինաստանին եւ Կասպիած ծովից թուրքական միությանը ճանապարհ բացի Եվրասիա ջրանցքի միջոցով եւ այլն։ Ոստի այստեղ իհարկե Ռուսաստանը ավելի կարևոր սուբյեկտ է միջազգային հարաբերությունների, քան Ուկրաինան, միջուկային իր ուրեմն հնարավորությունները հաշվի առնելու առումով նույնիսկ դա շատ պարզ է, բայց այն առումով, որ Միացյալ Նահանգները ուզում են, որ այդտեղ պատերազմը կանգնի, դրա համար կարան լինել հստակ տվյալներ եւ երկու ուրիշ ճակատ կա այս տարածաշրջանում Եվրասիայի արևմտյան մասում նկատի ունեմ Ուկրաինայից բացի դա Կովկասյան ճակատն է, որտեղ որ իրավիճակը շատ բարդ է, դա արտացոլվում է Վրաստանում ստեղծված ծանր ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակում, դա արտացոլվում է Հայաստանի հետ խնդրահարույց իրավիճակում, դա կլինի Ադրբեջանի կողմից թե Թուրքիայի, չկա դեռ որ ոչ խաղաղության պայմանագիր, ոչ դիվանագիտական հարաբերություններ եւ կան մկրտումներ Հայաստանի սուվերեն տարածքների ուղղությամբ, այդ թվում Արևմտյան Ադրբեջանի ճակատներում թեզը, որը շատ վտանգավոր է եւ կա երրորդ շատ կարեւոր ճակատ, որտեղ որ վերջի շաբաթների ընթացքում, դա Իսրայելը նկատի ունեմ, 12 միլիարդ դոլարի զենք է տրամադրել Դոնալդ Թրամփը, երեք կա Թրամփի հայտարարությունը, որ Համասը պետք է միանգամից հենց հիմա լքի Ղազան եւ պետք է բոլոր ուրեմն ձերբակալված պատանդներին միանգամից հետ տա Իսրայելին, եթե դա տեղի չունենա, ապա դժոխք կդառնա Ղազան եւ իրանց ավարտը կգա, Միացյալ Նահանգները սպառնում են այդ ուղղությունով։ Եվ Թրամփը ասաց, որ ամեն ինչը արդեն տվե Իսրայելին, որ Համասի հարցը վերջապես լուծեն, որովհետև գիտեք, որ վերջի ռազմական այս գործողությունները մեծ մասամբ ուրեմն խնդիր ստեղծեցին Համասի համար, բայց վերջնական չլուծեցին հարցը, այդ թվում նրա պատճառով, որ թունելներում Իսրայելը ունի հնարավորություն այն զենքը չուներ Իսրայելը, որ բոլոր թունելները խոցեր, հիմա Թրամփը, ոնց հասկանում ենք, տվել է այնպիսի հրթիռներ, որոնք այդ թունելները խոցելու հնարավորություն կտան վերջապես։ Հիմա հարցը նրանում է, որ եթե այստեղ նախապատրաստվում են լայնածավալ գործողություններ Իսրայելի ուղղությունով, խոսքին, ես ենթադրում եմ, ապա Միացյալ Նահանգները կարա հետաքրքրված լինի, որ այս ճակատների թիվը նվազեցնի եւ Ուկրաինայի ճակատը սառեցվի այս ստեղծված իրավիճակում։ Ինչ է տալի ինձ հնարավորություն ենթադրել, որ Իսրայելում բարդ իրավիճակ է ստեղծվել, դա Սիրիայում ստեղծված իրավիճակն է, որը Թուրքիայի կողմից դե ֆակտո օկուպացված է արդեն եւ որտեղ որ մենք տեսնում ենք Հոլանի բարձունքների ուղղությունով, հատկապես դրուզների կողմից բնակեցված հարավային շրջաններում արդեն գործողություններ, որտեղ որ Իսրայելը խոսում է նրա մասին, որ դրուզները պետք է այդտեղ սեփական պետություն կամ պետության կվազի պետություն ունենան եւ նույնիսկ միջանցք ունենան դրուզները միջև քուրդեր եւ քուրդերի աջակցության գործընթաց պետքա տեղի ունենա, նկատի ունեմ Ռոջավայի այդ հյուսիսային Սիրիայում գտնվող SDF զորքերը, որոնք աջակցված են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, մյուս կողմից մենք տեսնում ենք հենց 3 եւ գիշերվա ընթացքում կարևոր իրադարձություններ էին զարգանում Սիրիայի Տարտուս եւ Լատակիա հատվածներում, որտեղ ռուսական զորամասերը դեռ մնում են, որտեղ որ ալավիտները
շիամասը կարելի ասել սիրիացիքի, որոնք Իրանի եւ Ռուսաստանի հետ շատ ավելի մոտ են եւ Բաշար al-Ասադի կողմնակիցներն են, փորձում են փաստորեն դե ֆակտո հեղափոխություն կամ վերահսկողություն հաստատել այդ տարածքի վրա եւ հիմա այս պահին գնում են մարտական գործողություններ այդ հատվածում։ Հետաքրքիրը այն է, որ վերջի տվյալները ասում են, որ Իսրայելը խնդրել է Միացյալ Նահանգներին, որ Ռուսաստանի զորքերը մնան Սիրիայում, որ Թուրքիայի ազդեցությունը 100%-անոց չդառնա այդտեղ եւ բալանսավորվի ռուսական մասնակցությունով, բայց զուգահեռ դրա Միացյալ Նահանգները նաեւ դիմել են Ռուսաստանին, որ Իրանի միջուկային ծրագրի մասին լինեն քննարկումներ։ Մի խոսքով այստեղ մենք տեսնում ենք շատ լայնածավալ աշխարհակաղակական գործընթացներ, որոնք բոլորը իրար հետ կապված են եւ ուստի հաշվի առնելով, որ մենք բոլոր տվյալները չունենք, միայն հանրային տվյալները ունենք, ապա հասկանալի է, որ կարա լինել այնպիսի զարգացումներ, որոնց մասին մեր տվյալները սահմանափակ են եւ դա լինի Միացյալ Նահանգների այս ցանկությունը, որ Ուկրաինայում պատերազմը ինչքան կարելի է շուտ ավարտվի։ Կանգ առնի, առնի ասած։ Այո, դուք նաև վրացական ընդդիմության ներկայացուցիչներից եք եւ ամիսներ շարունակ հակաիշխանական պայքար եք ծավալում Վրաստանի փողոցներում եւ ես դիտում եի ձեր ելույթները, դուք այսպես ակնկալիք ունեք, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ուժեղ կերպով կմիջամտեին եւ ասենք խիստ բաժամիջոցային քաղաքականությամբ կհարկադրեն վրացական երազանքին գնալ ընտրությունների եւ այլն, այսինքն բայց այսօրվա Միացյալ Նահանգների վարչակազմի քաղաքականությունը արդյոք ձեզ փոքրինչ չի հուսահատեցնում այն իմաստով, որ կա վարչակազմ, որը Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու խնդիր է դրել, որը կներեք, բայց չափազանց էական խնդրում Ուկրաինայի հարցում պատրաստ է գնալ զիջումների Ռուսաստանի Դաշնությանը, միայն թե այդ պատերազմը ավարտվի եւ Ուկրաինային այսպես ակնկալած երկարաժամկետ անվտանգային երաշխիքները չտալու գնով անգամ այդ պատերազմը նրանք ունակ են կանգնեցնել, դա ձեզ չի հուշում այն մասին, որ այսպես ասենք պրոարևմտյան ուժերը հարավային Կովկասում լինի Հայաստանի Հանրապետություն, լինի Վրաստանում, դրանք ինչ որ իմաստով զրկվում են թիկունքից, աջակցից, որը Միացյալ Նահանգներն էր, սա հիասթափեցնող չի եւ սա ընդհանրապես հարավային Կովկասում արևմուտքի ազդեցության մեծացման իմաստով արդյոք բացասական ազդակներ չի եւ արդյոք հավանական չի, որ Ռուսաստանը այսպես ռևանշ իրականացնի Վրաստանում, Հայաստանում եւ այլն։ Իհարկե, սա փաստեր են, դուք ինչու մասին խոսում եք, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարա հերքի փաստերը, որը այս պահին մենք ունենք, այն որ Միացյալ Նահանգների մոտեցումները այսօր վնասում են Վրաստանի եւ Հայաստանի արևմտյան վեկտորին եւ Վրաստանում այս ընդդիմադիր շարժմանը, ինչպես նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրացման գործընթացին, ինչպես նաեւ աճեցնում են Վրաստանի հանդեպ Ռուսաստանի սպառնալիքները եւ վտանգները, ինչպես նաեւ միևնույն ժամանակ Ադրբեջանի վտանգները Հայաստանի սուվերեն տարածքների հանդեպ, այդ թվում էքստրատերիտորիալ Զանգեզուրի միջանցքի համատեքստում, դա փաստեր են։ Եվ իհարկե սա շատ բացասական զարգացում է, բայց մենք պետք է բաժանենք իրարից նրա վրա ինչու վրա մենք կարանք ազդել եւ չենք կարող ազդել։ Մենք չենք կարող ազդել նրա վրա, թե Դոնալդ Թրամփը ինչ քաղաքականություն կունենա, բայց մենք կարող ենք ազդել նրա վրա, թե մենք ինչ ենք անում այս տարածաշրջանում եւ մենք ինչպես կարանք իրականությունները, իրողությունները օգտագործել մեզ օգուտ։ Հասկանալի է, որ Դոնալդ Թրամփը առաջի հերթին ուղղված է Չինաստանի հետ ռազմական այս եւ ոչ միայն ռազմական, տնտեսական եւ ուրիշ առճակատմանը, եւ եթե դուք տեսել եք Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի հայտարարությունը, ապա ինքը ասաց, որ մենք պատրաստվում ենք եւ պատրաստենք Չինաստանի հետ ուղիղ ռազմական պատերազմի համար։ Սա հետաքրքիր հայտարարություն է, որովհետև սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ Թրամփի աշխատակազմը ինքը միջև վերջ չի, որ մեղմ քաղաքականություն է վարում, բայց ինքը չգիտես ինչ պատճառների համար, ես արդեն խոսեցի սրա մասին, Ուկրաինայում այսօր ուզում է պատերազմը, որ
կանգ առնի։ Սա կարող լինի նաև կապված նրա հետ, որ եվրոպական մայրցամաքը պետք է վեկալի իր վրա պատասխանատվությունը ռազմական առումով եւ տա հնարավորություն Միացյալ Նահանգներին, որը պետք է զբաղվի Լատինական Ամերիկայով, պետք է զբաղվի նաև Ինդո-Պասիֆիկ այդ հատվածում, հատկապես նկատի ունեմ Չինաստանի ուղղությունով, այդտեղ կա, դուք գիտեք, դաշտ ստեղծված, դա Ավստրալիայից սկսած, Ֆիլիպիններ, Թայվան, Հարավային Կորեա, Ճապոնիա, այդ թվում ուրիշ կղզիներ եւ այլն, Հնդկաստան, մի խոսքով Միացյալ Նահանգները այդտեղ Չինաստանի դեմ եւ Չինաստանից պաշտպանության համար պատրաստում է լուրջ դաշինք, որը ՆԱՏՕ-ի այլընտրանքն է այդ տարածաշրջանում, բայց այս ուղղությունով Եվրոմիությունը այո կարող եք ասել, որ շատ մեծ առումով կախված է եւ կախված էր Միացյալ Նահանգներից, լինելով 500 միլիոն բնակչություն, կախված է 350 միլիոն բնակչություն Ամերիկայից, լինելով Չինաստանի նման տնտեսություն, Չինաստանը 17 տրիլիոն է եւ մոտավորապես 17 տրիլիոն տնտեսությունը, նաեւ Եվրոմիությունը, հաշվի չառնելով Միացյալ Թագավորությունը, Նորվեգիա, Շվեյցարիան եւ այլն, նկատի ունեմ շատ ավելի մեծ է իրականում եվրոպական մայրցամաքը, քան Չինաստանի տնտեսությունը, ապա իրանք պետք է իհարկե ունենան սեփական սուբյեկտությունը եւ ես տեսնում եմ, որ բոլորն են այսօր տեսնում, որ եվրոպական սուբյեկտությունը աճում է այսօր եւ եվրոպական ռազմաքաղաքական դաշինքը պետք է ունենա իր դերը։ Պատժամիջոցները, որը մենք ակնկալում ենք Վրաստանում, իրանք չեն եկել հենց այն պատճառով, որ եվրոպական մի մասն էր եկել եւ մյուս մասը կարևոր չի եկել, նկատի ունեմ դա։ Իհարկե պատճառը այն է, որ Հունգարիան առաջերտին եւ Սլովակիան նաեւ խանգարում են այդ գործընթացին։ Ոստի սա մեկ անգամ եւս ցույց է տալի, որ Եվրոպական միությունը այսօր թույլ է այն առումով, որ սուբյեկտությունը իր պակաս է եւ շատ մեծ կարեւորություն կա հիմա Եվրոպական խորհրդարանը պատրաստել է հայտարարություն եւ գնում է քննարկում նրա մասին, որ Հունգարիային զրկեն քվեարկության իրավունքից ուրեմն Եվրոպական միությունում։ Դա շատ կարևոր քայլ կլինի, որ Եվրոպական միությունում Հունգարիան զսպվի, Սլովակիան զսպվի եւ Եվրոպական միությունը կարողանա կիրառել իր բոլոր հնարավորությունները Ուկրաինային աջակցելու եւ Վրաստանին աջակցելու համար, ինչպես նաեւ Հայաստանին, խոսք կարա գնա իհարկե նաեւ ռազմական ներկայության մասին, արեք այսպես ասենք, Վրաստանը եւ Հայաստանը պետք է լինեն անվտանգության այս գոտում, այսօր կան այս գոտում մասամբ, դա եվրոպական դիտորդական առաքելությունների շնորհիվ է, բայց Ադրբեջանը կարծում եմ մեզ այդտեղ լավ մեսիջ է ուղարկում, որ ասում է իրանք զինված են, մենք գիտենք, որ զինված չեն, բայց ճիշտ մեսիջ է, թե ինչ պետք է արվի, որ անվտանգությունը աճի, պետք է զինված լինեն եվրոպական դիտորդները, կամ լինի զուգահեռ դրա ուրիշ առաքելություն, որը զինված կլինի Վրաստանի եւ Հայաստանի տարածքում, ինչպես նաեւ դա պետք է լինի այն նույն համատեքստում, որ Ուկրաինա ուղարկվելու են եվրոպական զորքեր, որոնք պետք է վերահսկեն նա, որ պատերազմը չվերականգնի։ Ես ուզում եմ ասեմ, տեսեք, եթե այսպիսի սցենարով զարգանա, ապա Ուկրաինան կունենա հնարավորություն, որ հասկանալի է 80%-ը պահում է Ուկրաինան, այդ 80%-ը ռուսամետ չի լինելու, հակառակը այդ 80%-ում լինելու են եվրոպական զորքեր, եթե Ռուսաստանը վերասկսի պատերազմը, ապա հասկանալի է, որ Եվրոպան ամբողջությամբ մտնում է պատերազմի մեջ ապագայում եւ մյուս կողմից, գիտեք, Ուկրաինան որևէ փուլում կունենա հնարավորություն վերսկսի պատերազմը, որովհետեւ տարածքային ամբողջականությունը եւ միջազգային սահմանները դա ապահովում են, բայց Ուկրաինան այդ ժամանակահատվածը կարող օգտագործի ռազմական հնարավորությունները զարգացնելու համար եւ իհարկե դա կարևոր դեր կունենա։ Նույնիսկ եթե այդտեղ Եվրասիա ջրանցքը անցնի, ապա այդ Եվրասիա ջրանցքը ամեն պահին կլինի լրջագույն վտանգի տակ, որովհետեւ Ուկրաինան երբ ուզի ինչ ուզի կարա այդտեղ իր տարածքներում անի, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը չի ուզում դրան համաձայնվել եւ մենք տեսնում ենք հիմա, որ Ռուսաստանը ասում է, որ եվրոպական զորքեր չպետք է լինեն եւ ընդհանրապես Ուկրաինան պետքա իշխանապողություն տեղի ունենա, ռուսա չեզոք լինի եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ Ուկրաինան պետք է այնպես անի, որ այս առաջի փուլը, որը Սպիտակ տանը տեղի ունեցավ, ընդունելի է, բայց հիմա փոխվի այն փուլին, որ Ուկրաինան համաձայն է, իսկ Ռուսաստանը համաձայն չի, եւ Դոնալդ Թրամփը արդեն սկսի իր ճնշումները կիրառել հենց Ռուսաստանի դեմ։ Պարոն Թոմասյան, կարևոր տեղեկություններ կան Եվրոպական միությունից, նախորդին Բրյուսելում կայացավ
ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը եւ հավանություն է տրվել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրերին եւ հաստատվել է Ուկրաինային աջակցությունը։ Փաստորեն հայտարարությունում ասում է, որ Եմեն, Եվրոպա պետք է դառնա ավելի ինքնուրույն պատասխանատու իր պաշտպանության համար, որպեսզի դիմակայի մարտահրավերների եւ սպառնալիքներին։ Նրանք հենց Ռուսաստանին են համարում թիվ 1 սպառնալիքը եւ Եվրոպայի վերազինման ծրագրով նախատեսվում է 800 միլիարդ եվրոյի հատկացում այս ուղղությամբ Ռուսաստանը, Բելարուսը հավանական սպառնալիքներն են եւ իհարկե Եվրոպական միության առաջնորդները հայտարարում են, որ Ուկրաինային կպաշտպանեն, միայնակ չեն թողնի եւ ցանկացած հարց Ուկրաինայի հետ կապված պետք է Ուկրաինայի մասնակցությամբ տեղի ունենա եւ Եվրոպայի անվտանգության առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ, իսկ Զելենսկին առաջարկում էր այդ միջոցների մի մասը հատկացնել Ուկրաինայում զենքի արտադրությանը, հիշեցնելով, որ ամենաարդյունավետ ռազմաարդյունաբերություններից մեկը այսօր Ուկրաինայում է եւ 150 միլիարդ եվրոյի աջակցություն կարող է տրվել, իհարկե, եթե Հունգարիան վետո չդնի, Եվրամիության դերը որն է, նա կարող են արդյոք հավասարակշռել Ռուսաստանի սպառնալիքը եւ ըստ էության դիմակայել նաեւ Վաշինգտոնի էսպայի դրությամբ բավականին տարբեր ճնշումային քաղաքականությանը, որը կարելի է հասկանալ ինչին է միտված, բայց հասկանալի չի եվրոպական մայրցամաքի անվտանգության վրա դեռևս ինչ ազդեցություն կթողնի, ասենք ամերիկյան զորքեր դուրս կբերվեն, թե կշարունակեն մնալ Եվրոպայում։ Ինչ է դուք տեսնում այստեղ։ Եվրոպական անվտանգության համար պատասխանատու պետք է լինի Եվրոպան։ Եվրոպան ունի ավելի շատ բնակչություն, Եվրոպան ունի երկու միջուկային պետություն, Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան, Եվրոպան ունի իր Եվրոմիությունը եւ ուրիշ կառույցները, կա Ուկրաինան, որը շատ մարտական բարձր պատրաստվածություն ունի եւ որը պետք է ապահովի, այդ թվում ես կարծում եմ ոչ միայն իրականում Ուկրաինայի, բայց ապագայում հնարավոր է, որ Ուկրաինան այս արևելյան թևի համար պատասխանատու լինի, այդ թվում Հայաստան, Վրաստանի ուղղությունով էլ իր դեր ունենա, որովհետև կա լրջագույն մարտական փորձ, կա պատրաստված եւ պատերազմի համար պատրաստ բանակ, իսկ գիտեք, շատ քիչ բանակներ են այս տարածաշրջանում ընդհանրապես պատրաստ պատերազմի, դա միայն գումարի հարց չի, դա հենց մարտական փորձի հարց է։ Բացի դրանից ես կարծում եմ, որ Ուկրաինան ունի հնարավորություն վերականգնի իր միջուկային կարգավիճակը եւ դրանով կլիներ երրորդ պետությունը եվրոպական մայրցամաքում։ Այդ Ռուսաստանը թույլ կտա դրան գնալ։ Դե Ռուսաստանը արդեն 3 տարի է թույլ չի տալի ընդհանրապես Ուկրաինայի պետության գոյությունը, որ կարողանար թույլ չտալ, թույլ չէր տա, որ Ուկրաինան գոյություն ունենա։ Այո, կա միջուկային վտանգ այդ դեպքում, որ Ռուսաստանը կարա կիրառի միջուկային զենք, բայց մենք 3 տարի է լսում ենք նրա մասին, որ Ռուսաստանը երբ ուզենա կարա կիրառի միջուկային զենք։ Ուկրաինան դրա պատասխան ինչ է տրամադրելու։ Հասկանալի է, որ հենց եթե Ֆրանսիան կամ Միացյալ Թագավորությունը կամ Միացյալ Նահանգները մտնեն դրա մեջ, ապա լինելու է երրորդ համաշխարհային Ուկրաինայի, կներեք, Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև միջուկային պետությունների։ Որևէ մեկին դա պետք չի։ Եթե Ռուսաստանը կիրառում է միջուկային զենք, ուրեմն Ուկրաինայի դեմ, Ուկրաինան կիրառում է միջուկային զենք Ռուսաստանի դեմ եւ դա շատ պարզ է, Ուկրաինան ունի դրա իրավունքը։ Եթե ոչ, ապա պետք է լինեն երաշխիքներ անվտանգության, որովհետեւ Բուդապեշտի մեմորանդումը, որը գոյություն ունի, հռչակագիրը, որը իդեմս կորել է Սպիտակ տան էջից, եւ դա չգիտեմ ինչքանով մեսիջ է, եթե դա այդպիսի մեսիջ է, որ Միացյալ Նահանգները ել չեն տենում իրանց պատասխանատու այդ ուրեմն Բուդապեշտի հռչակագրի համար, ապա Ուկրաինան չունի որևէ սահմանափակում, որ վերականգնի իր միջուկային կարգավիճակը։ Ընդհանուր առմամբ եվրոպական մայրցամաքը ունի իր անելիքը եւ դա արևելյան թևում Ռուսաստանն է, հարավ-արևելյան թևում Թուրքիան, որը լրջագույն խնդիր է, չմոռանանք, որ ճիշտ է, շատերը ուզում են մոռանալ Եվրոպական միությունում, բայց Թուրքիան օկուպացրել է Եվրոպական միության տարածքների մի մասը, Հյուսիսային Կիպրոսը եւ մեկ էլ հրավիրում են իրանց թուրքական միության գագաթնաժողովին, մեկ էլ թուրքական միությունը այստեղ ձևավորվում է, որը
Ճիշտ է, այս պահին միջուկային զենք չունի, բայց ունի հզոր ռազմական հնարավորություններ, ունի շատ լուրջ ուրեմն գաղափարախոսություն, դա պանթուրքիզմն է, նեո-օսմանիզմը, պանիսլամիզմը եւ այլն, եւ պակասում է իրենց էքստրատերիտորիալ միջանցք Հայաստանի տարածքով։ Ուստի Եվրոպական միության համար ոչ թե Հայաստանում ներկայությունը Հայաստանի համար արած քայլ է առաջի հերթին, այլ առաջի հերթին իր սեփական անվտանգության համար, որովհետև նշեմ, Ռուսաստան, Թուրքական միություն եւ իհարկե փախստականներ, ինչպես իսլամիստական terroristներ եւ այլն, եւ Աֆրիկայից նաեւ սպառնալիքները, այդ թվում առաջի հերթին հենց փախստականների ձևաչափով, դա է եվրոպական սպառնալիքները, եթե ամբողջությամբ նայեք, բացի նրանից, որ հյուսիսում կա նաև Չինաստանից սպառնալիք, որովհետև այդ Գրենլանդիայի հատվածում հենց Չինաստանը շատ ակտիվ է։ Դա է եվրոպական սպառնալիքները Եվրոպան պետք է լուծի եւ կարա լուծի։ Եվրոպան ունի ամեն ինչ բավարար, իր ռազմաարդյունաբերությունը, իր միջուկային զենքը, իր բնակչությունը 500 միլիոն, իր տնտեսությունը, գումարների առումով դու գիտեք, Եվրոպան աշխարհի ամենահարուստ կետերից մեկն է։ Միացյալ Նահանգներից որևէ բանով պակաս չի։ Ուստի այդ ամեն բանը հնարավոր է անել եւ կարծում եմ, որ Միացյալ Նահանգների այս քաղաքականությունը մենք մի քիչ էմոցիաներից պետք է հեռանանք իրականում։ Այս քաղաքականությունը աջակցում է Եվրոպային, որ դառնա սուբյեկտ։ Ես կարծում եմ նաև մտահոգված են Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվանում, Ավստրալիայում եւ Հնդկաստանում էլ, որ Միացյալ Նահանգները այնտեղ էլ կարա նույն քաղաքականությունը վարի, ինչը նրանց սուբյեկտությունն էլ պետք է աճեցնի։ Իհարկե պետք է լինեն այդտեղ էլ պայմանագրեր՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Ֆիլիպինները, Ավստրալիան միասին, Quad կա այդտեղ, գիտեք, ռազմական դաշինք եւ այլն։ Մի խոսքով պետք է լուրջ հնարավորություններ ստեղծվի, որ ավտոնոմիան Միացյալ Նահանգներից ամեն ինչ չլինի կախված Միացյալ Նահանգների վրա եւ Միացյալ Նահանգները կարողանան պահել արևմտյան եւ արևելյան իրանց կողմից որ նայես, մենք իրանց արևելյան խնդիրն ենք եւ օվկիանոսից այն կողմից որ Դոնալդ Թրամփն է ասում։ Եվ մյուս կողմից օվկիանոսից այն կողմ կա արևմտյան իրանց համար Միացյալ Նահանգների խնդիրը Չինաստանի հետ։ Բացի դրանից կա հարավում խնդիր, դա Նիկարագուայի խնդիրն է, դա Վենեսուելայի խնդիրն է, դա Կուբայի խնդիրն է, դա Պանամայում չինական ներկայությունն է, որը իդեմս ասեմ որ լուծվել է։ BlackRock-ը միջազգային ամերիկյան մեծ կազմակերպություն ֆինանսական գնում է Պանամայում այդ երկու նավահանգիստ եւ հարցը դրանով լուծվում է։ Ես ուզում եմ նաեւ նշեմ, որ այստեղ գնում է լուրջ պայքար նաև ռեսուրսների համար եւ դուք գիտեք, որ այդ մետալները, որի մասին Դոնալդ Թրամփը խոսում է, որոնք շատ քիչ քանակով կան տարբեր տեղերում, նկատի ունեմ կոնցենտրացված եւ իրանց արդյունաբերությունը սահմանափակ է, առաջի տեղը զբաղեցնում է Չինաստանը եւ Չինաստանը ունի շատ մեծ տոկոս, մոտավորապես 40% աշխարհում գտնվող այդ նյութերի, բայց Միացյալ Նահանգները ունեն 1.5% մոտավորապես, ինչը շատ քիչ է։ Դա անհրաժեշտ է միջուկային հնարավորությունների, ռոբոտների, արհեստական բանականության, տարբեր բարձր տեխնոլոգիական հնարավորությունների համար շատ կարևոր, կենսական կարևորություն ունի։ Ուկրաինան ունի մոտավորապես այնքան, ինչքան որ Միացյալ Նահանգները, 1.5%, բայց խոսք է գնում, որ կարա ունենա մոտ մինչև 5% աշխարհի ուրեմն հնարավորությունների։ Գրենլանդիայում նաև կա 1.5%, Ավստրալիայում կա, բայց փոքր քանակի։ Մի խոսքով այստեղ մենք տեսնում ենք, որ գլխավոր դեր ունի Չինաստանը, հետո Վիետնամը, եւ Վիետնամը գտնվում է Չինաստանի ազդեցության տակ։ Ուստի Միացյալ Նահանգները, որ կարողանան Չինաստանի հետ իրենց բալանսը պահել, իրենց պետք են այդ հնարավորությունները Ուկրաինայում, Գրենլանդիայում, Ավստրալիայում կամ մի մասը Հնդկաստանում, սա շատ կարևոր հարց է։ Բայց հարցը նրանում է, որ իհարկե որևէ մեկը կողմ չի, որ սա լինի նեոկոլոնիալիզմի նման ձևաչափով։ Սա պետք է լինի երկկողմ հետաքրքրվածությունների։ Այստեղ պետք է նաև նշեմ, որ Եվրոպական միությունը չունի այդ մետալները, որի մասին մենք խոսում ենք, եւ շատ քիչ քանակով ունի, եւ Եվրոպական միությունին էլ է պետք Ուկրաինայի այդ հնարավորությունները։ Ուստի Ուկրաինան պետք է դա օգտագործի նաեւ այն առումով, որ կարողանա հասնել նրան, որ ուրեմն աջակցությունը լինի Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից, այդ թվում ռազմական հնարավորությունների կողմից։ Այո,
Քելոգը, գեներալ Քելոգը ամերիկացի բանագնաց Ուկրաինայի հարցով հենց օգտակար հանածոների գործարքի կնքումն է որակում այն պայմանը, որ Միացյալ Նահանգները դնում է հետախուզական տվյալների հասանելիությունը Ուկրաինային վերականգնելու հարցում, բայց ես ուզում եմ նաև մենք Ֆրանսիայի դերակատարման մասին էլ խոսենք, սրվում են ռուս-ֆրանսիական հարաբերությունները, Պուտինը հայտարարում է, թե ոմանք մոռացել են Նապոլեոնի հետ կատարվածը, սա փաստորեն հակադարձում էր Մակրոնի այն հայտարարությանը, որ Ռուսաստանից բխող սպառնալիքների եւ ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների ֆոնին Ֆրանսիան պատրաստ է քննարկել իր միջուկային կարողությունները ԵՄ մյուս երկրների անվտանգությունը երաշխավորելու համար գերմանացիները սրան համաձայն են Օլաֆ Շոլցը ասում էր Գերմանիայի բոլոր կուսակցությունները այս սխեմային համաձայն են եւ Պուտինը ասում է դեռ կան փաստորեն մարդիկ ովքեր ուզում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակները այն որ Պուտինը ապրում է պատմական այսպես դարաշրջանում եւ նրա խորհրդատուները ոչ թե Լավրովն ու Շոյգուն են, այլ Եկատերինան եւ Պյոտր առաջինը դա գաղտնիք չի, պատմական անալոգիաները իհարկե քաղաքականություն ուսումնասիրողների համար շատ են հետաքրքրեցնում այս դիսկուրսը Ֆրանսիայի դերակատարությունը, Մակրոնի դերակատարությունը որն է արդյոք մենք չենք չափազանցնում մտածելով, որ Ֆրանսիան կարող է այսպես փոխարինել կամ մեծ մասով փոխարինել ամերիկյան անվտանգային հովանոցին Եվրոպայի համար, թե դա կարող է լինել ընդհանուր այդ նոր եվրոպական անվտանգության կառուցվածքի մի փոքր ֆրանսիական հատվածը, դրան գումարվի նաև բրիտանական հատվածը, որը միջուկային տերություն է, դրան գումարվի նաև Եվրամիության շուրջ 800 միլիարդ եվրոյի այս ներդրումը եւ որոշակի իմի գա, հա, այս կառուցվածքը կխնդրեմ Պուտին Մակրոն բանավեճից էլ խոսեք։ Պատմություն հիշելը լավ բան է, հատկապես պետք է հիշի ինքը ուրիշ համատեքստում, որ Բերլինը ազատացին եւ ոչ միայն սովետական, այլ նաեւ արևմտյան դաշնակիցների զորքերը եւ Հիտլերը ինքնասպան եղավ, որովհետեւ Պուտինը կրկնում է Հիտլերի պատմությունը, դա շատ պարզ է, ով նայի եւ դա Նապոլեոնի հետ իրականում կապ չունի, պատմությունը կրկնվում է, բայց ուրիշ սցենարներով, այսօր Ռուսաստանն է ֆաշիստական պետություն, բայց այսօր գիտեք դրա մասին Չերչիլը իր ավախտին ասում էր, ֆաշիստները իրանց անտիֆաշիստ կկոչեն, բայց բացի դրանից ապագայում, բայց բացի դրանից այսօր մի քանի ֆաշիստական պետություն կա իրականում եւ միակը Ռուսաստանը չի։ Ես չեմ ուզում հիմա բոլորի մասին խոսել, բայց միակը չի հաստատ Ռուսաստանը եւ տարբերվում է իրավիճակը այն ժամանակի հետ։ Բացի դրանից, այո, Ֆրանսիան ինչ վերաբերվում է, Ֆրանսիան իր տնտեսությունով Ռուսաստանից ավելի հզոր պետություն է։ Միայն Ֆրանսիան Ռուսաստանից ավելի հզոր պետություն է, իսկ տնտեսությունը դու գիտեք, որ այս դարում կարևոր մաս, ամենակարևոր մասն է պատերազմի։ Պատերազմը կախված է տեխնոլոգիաներից, պատերազմը կախված է ռոբոտներից, դրոններից, այն ինքնաթիռների կամ ուրիշ ԱԹՍ-ների, ուրեմն եւ ուրիշ հնարավորություններից, որոնք մեծ մասամբ գալիս են ֆինանսներից եւ գումարից։ Ադրբեջանի եւ Հայաստանի պատերազմը դրա վառ օրինակ, ինչն էր պատերազմի, այսպես ասած, գլխավոր ազդեցությունը, այն որ Ադրբեջանը շատ ավելի հարուստ է եւ բազում տարի շատ ավելի շատ է ծախսել եւ ծախսում է մինչեւ հիմա, քան թե Հայաստանը։ Տնտեսությունն է որոշում պատերազմը։ Ոստի միջուկային առումով իհարկե կարող է Ֆրանսիան ավելի պետք է նախապատրաստի իր միջուկային արսենալը, բայց մնացած առումներով Ֆրանսիան ունի հնարավորություն, բայց երբ մենք վեկալում ենք ամբողջ եվրոպական մայրցամաքը, ապա համեմատում ենք Ռուսաստանի հետ, տեսնում ենք, որ մոտավորապես 20 տրիլիոն դոլար է տնտեսությունը եվրոպական մայրցամաքի եւ 2 տրիլիոն դոլար Ռուսաստանի։ 10 անգամ ավելի հզոր եվրոպական մայրցամաք ունենք, 10 հատ Ռուսաստան, որտեղ որ միջուկային զենքը կիսվել է, խնդիր չի լինի Գերմանիայի համար, մի քանի ուրիշ պետության համար եւ իհարկե Լեհաստանը իր շատ կարևոր դերը պետք է ունենա սրանում։ Դոնալդ Տուսկն էլ էր խոսում Լեհաստանի մասին, որ կողմ է Ֆրանսիան այս նախաձեռնության։ Ես ընդհանրապես կարծում եմ Լեհաստանը սխալվում է երբ այո։ Ներեցեք ընդհատելու համար ստացվում է, որ Թրամփի այս շոկային քաղաքականությունը Եվրոպայի նկատմամբ
Պուտինի պատերազմը եւ սպառնալիքները, այս արյունոտ պատերազմը եւ հանցագործ պատերազմը իրականում Ուկրաինայի դեմ Եվրոպային շոկային թերապիայի է ենթարկում եւ հարկադրում բարձրացնել սուբյեկտանությունը, հարկադրում ավելի անկախ լինել, ավելի մեծ միջոցներ գեներացնել անվտանգության։ Ես ուզում եմ նաև այս տենդենսի ֆոնին խոսենք Հայաստանի հնարավորությունների մասին, քանի որ ժամանակը մոտենում է ավարտին, կան մարդիկ ասում են, ահա տեսեք, Եվրոպան շատ խառն է, Եվրոպան անվտանգային լուրջ սպառնալիքների առաջ է կանգնած, Միացյալ Նահանգները կարող է նահանջել, հետևաբար ինչ գործ ունենք այսպիսի Եվրոպայի հետ, հետևաբար հաշվարկել այսպիսի Եվրոպայի հետ մենք ունենք ուղիղ գործ, ես արդեն նշեցի, որ Եվրոպային պետք է թուրքական միությունը, որ թույլ չտա, որ ձևավորվի Հայաստանի տարածքները օկուպացնելով, ուստի մենք ունենք երկկողմ շահ այստեղ եւ դա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ եվրոպական դաշինքի մեջ ռազմաքաղաքական եւ տնտեսական ինչքան կարելի է շուտ ինտեգրացվենք եւ միևնույն ժամանակ ռազմական ներկայություն լինի Հայաստանի տարածքում։ Լավ, եթե Եվրոպայի ուղղությունով դա բարդ է, ապա երկկողմ Ֆրանսիայի հետ կնքվի այդ պայմանագիրը, Ֆրանսիան միջուկային պետություն է։ Կնքվի այդպիսի պայմանագիր Ֆրանսիայի հետ եւ կնքվի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, որ Ադրբեջանի այդ մկրտումները զսպվի եւ միջանցքը մեկա բացվելու է, բայց խոսք է գնում ոչ էքստրատերիտորիալ, այլ Հայաստանի սուվերեն տարածքների պաշտպանության ուղղությունով եւ թուրքական միությունը այստեղ վերահսկվի Հայաստանի եւ Եվրոպական միության կողմից։ Վրաստանը այդտեղ իր դերը ունի, Վրաստանի առումով ժողովուրդը պայքարը շարունակում է, ես անձամբ 3 դատական գործ ունեմ, բայց միևնույնն է 100 օր է արդեն պայքարը շարունակվում է, այսօր 100-րդ օրն է, ամեն օր ցույցերը Ռուսթավելիում շարունակվում են եւ ամբողջ Վրաստանում եւ պետք է նշեմ, որ շատ բարդ էր այս 100 օրը, որովհետեւ ձմեռ էր եւ կարծում եմ բոլորը հասկանում են, որ երեկոյան հավաքվել ձմեռը շատ մեծ քանակով ամեն օր դա շատ բարդ է, բայց հիմա արդեն իրավիճակը փոխվում է եւ եթե աշխարհակաղակական իրավիճակը սպասարկի նրան, որ Վրաստանում լինեն փոփոխություններ, ապա մենք կարող է այդ ուղղությունով շարժվենք։ Այսօր այո, Իվանիշվիլին հույս ունի, որ Դոնալդ Թրամփի հետ կպայմանավորվի ճակերտներում դագավարնյակ կազմակերպի հենց ռուսական ոճում եւ կկարողանա մնալ այստեղ, այս տարածաշրջանում, դրա հույսը ունի, ուստի այսօր եւ մոտակա ժամանակ Իվանիշվիլու գնալը Վրաստանից դա ուրեմն հավանական չի, բայց հավանական է, որ մենք տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն, այդ թվում Միացյալ Նահանգները ինչ մեսիջներ կունենան Վրաստանի ուղղությունով եւ Եվրոպան, բայց ես կարծում եմ Հայաստանը հիմա ունի անելիք անելու, որ մեր թիկունքը պահի եւ շատ ակտիվ Ֆրանսիայի հետ այդ թվում կնքի երկկողմ ռազմաքաղաքական պայմանագիր եւ նույնիսկ խոսա նրա մասին, որ Ֆրանսիայի զորքերը կամ խոսա չէ, չխոսի եւ անի ավել լավ է, քան թե խոսի եւ չանի, Ֆրանսիայի զորքի մասին գնա ակտիվ քննարկում Հայաստանի տարածքում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Թուրքիան շատ է ագրեսիվ դարի տարածաշրջանում, Սիրիայում դրան օրինակ, քուրդերի հարցը կարծես լուծում են, եթե հյուսիսային Սիրիայում Իսրայելը չօգնի քուրդերին, Ռոջավայի քուրդերին նկատի ունեմ, իրանց հարցնել կլուծեն, ասենց մեղմ ասած, մնում ենք մենք եւ մեր հարցը Իլհամ Ալիևի միջոցով են ուզում լուծել եւ ամեն ինչ պետք է անենք, որ մեր հարցը, որը ավելի կարեւոր է, քան քուրդերի, որովհետեւ մենք սուբյեկտ ենք, Հայաստանը պետություն է, միջազգայինորեն ճանաչված, մենք պետք է մեր անելիքը անենք եւ օգտագործենք մեր միջազգային հարաբերությունների այդ հնարավորությունը, որը քուրդերը չունեն։ Պարոն Թովմասյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցում ենք Գեորգի Թովմասյանի հետ։